По компании «Ташир». Все грани бизнеса. Տեղի է ունեցել Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը, ավագանին լոռու-մարզային փրկարարական վարչությանը անհատույց տարածք տրամադրելու որոշում է կայացրել։ Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, մոլորակի անդրադարձը եւ երբ կվերականգնվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը եւ ինչ դժգոհություններ ունեն մարզկենտրոնի բնակիչները։ Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերի աշխատանք շարունակում է մոլորակ լրատվականը, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես տեղի է ունեցել Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը, Վանաձորի քաղաքապետարանը լոռու-մարզային փրկարարական վարչությանը անհատույց տարածք տրամադրելու որոշում է կայացրել, այլ մանրամասների տեղյակ է Գոհար Մովսիսյանը։ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստն է, որին ներկա է ավագանու 20 անդամներից 12-ը։ Օրակարգում նախատեսված է 10 հարց։ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի առաջարկով եւ ավագանու անդամների համաձայնությամբ առաջինը քննարկվեց օրակարգային 4-րդ հարցը, որն է Հայաստանի Հանրապետությանը, իդեմս Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության անհատույց շինություններ եւ հողամաս տրամադրելու մասին նախագիծը։ Հարցի հետ կապված զեկույցով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը։ Ավագանին նախագիծը հաստատեց միաձայն։ Յուրաքանչյուր քաղաքացի, որը ունի օգնության կարիք, զանգում է 911 ծառայություն, Երևանի փոխարեն ընկնում է այդտեղ։ Այդտեղ անգնում ու միանգամից կազմակերպվում է արձագանքումը, ղեկավարումը եւ միջոցների ձեռնարկումը բոլոր տեսակի։ Այսինքն բոլոր օգնությունը ինչ որ կա, ինչ որ ահազանգեր կա, ընդհանուր այն աշխարհ, որ այսօր մենք փորձում ենք վերենք նաեւ սարքավորումներ, որ մենք կարողանանք գտնել մարդու տեղը։ Եթե հեռախոսի ահազանգը կա, որտեղ պետք է լինի։ Այդ ամենը դրվելու է այդտեղ։ Օրակարգային հաջորդ հարցը Վանաձոր համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 15-ի Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 100 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն է վերաբերում։ Զեկույցով հանդես եկավ ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքյասյանը։ Հարցին դեմ քվեարկեցին ավագանու անդամներից 3-ը։ Ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքյասյանը ներկայացրեց նաեւ Վանաձորի համայնքի 2013 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին նախագիծը, որն անցավ միաձայն։ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանը եւս հանդես եկավ զեկույցներով, որոնք էլ ավագանու անդամների կողմից ընդունվեցին միաձայն։ Դրանցից առաջինը վերաբերում է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների հաստիքացուցակը, թվականակը եւ պաշտոնական դրույքաչափերը հաստատելու ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 66-ա եւ 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 67-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելուն։ Հաջորդը հաշվապահ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին նախագիծն է։ Երկու հարցին էլ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին։ Միաձայն ընդունվեց նաև տարածք տրամադրելու մասին եւս մեկ նախագիծ։ Գոհար Մովսիսյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը, փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, այսօրը ՄԱԿ-ի գլխավոր անսամբլյան հռչակել է 1992 թվականին, օրվա նպատակն է հանրության ու պետությունների ուշադրությունը հրավիրել հիվանդության ու դրա դեմ պայքարի ուղիների վրա։ Բացի այդ, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նպատակ է հետապնդում հասարակության մեջ արթնացնել զգոնություն ու օգնել մասնագետներին հիվանդությունը հայտնաբերել ավելի վաղ շրջանում։ Անահիտ Կարապետյանն է ներկայացնում քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները։ Մարդը ինքը իրան պիտի հետևա բուժի, որտեվ քաղցկեղի այդ միկրոբ ասենք, թե նրա բջիջները առաջանում են ոչ ճիշտ ծնվելուց, ոչ ճիշտ ապրելուց։ Ամենահիմնական խնդիրը դա է, որ մարդը կարողանա ճիշտ ապրի։ Քաղցկեղի մասին առաջին անգամ հիշատակվում է դեռևս մեր թվարկությունից առաջ 1600-ականներից պահպանված պապիրուսում։ Այդ ժամանակ պապիրուսի հեղինակը նկարագրել է մի գոյացություն, որը հիշեցնում է կրծքի քաղցկեղ։ Ավարտելով նկարագրությունը հեղինակը գրում է. բուժում գոյություն չունի։ Կան մի քանի գործոններ, որոնք մեծացնում են քաղցկեղով հիվանդանալու վտանգը։ Քաղցկեղի առաջացմանը նպաստում են շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ծխախոտը, որոշ վարակներ, ճառագայթահարումը, պասիվ կյանքն ու ֆիզիկական վարժությունների պակասը։ Ճիշտ ասած, դրա հետ ընթարվել ենք մի 25 տարի առաջ, կեսուր սա հիվանդ եղել։ Գիտեմ, որ շատ ծանր հիվանդություն է։ Մերորը ասում են բուժվողա, բայց դե կինս էլ է նույն հիվանդը, բայց դե
Դել Ռուսաստան ենք, բայց օգուտ չկա ոչ։ Ինչքան գիտեմ, եթե շուտ են դիմում բժշկի օգնությանը, պիտի որ իր դրական արդյունքը ունենա։ Հեռուստատեսությամբ լսում եմ, որ ինչ որ բուժումներ կա, որ ինչ որ բանով օգնում, բայց դա լրիվ չի օգնում, էլի ինչ որ հետքեր մնում անել, ինչ որ բան։ Մարդիկ, ովքեր օրական 6 ժամից պակաս են քնում, ավելի հավանական է նրանց մոտ հիվանդության զարգացումը, քան նրանք, ովքեր ունենում են գիշերային նորմալ քուն։ Աշխարհում բոլոր մահվան ելքերով հիվանդություններից քաղցկեղը երկրորդ տեղում է, զիջելով միայն սրտային հիվանդություններին։ Քաղցկեղը մի հիվանդություն չէ, այլ մի քանի հիվանդությունների խումբ։ Չարորակ գոյացությունների յուրաքանչյուր տեսակ, երբ սկսում է զարգանալ օրգանիզմում, նրան գումարվում են նաև այլ գործոններ։ Քաղցկեղի կամ չարորակ ուռուցքների առաջացումը հիմնականում պայմանավորված է մարդկանց ապրելակերպով։ Հիվանդության առաջացման գործում ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների սննդին տրվում է 35% պատճառագիտություն, ծխելուն 30%, ինֆեկցիոն հիվանդություններին 10-ից 15%, իսկ մնացած 20-ի դեպքում հիվանդություն առաջանում է գենետիկ ու այլ պատճառներով։ Յուրաքանչյուր տարի աշխարհում քաղցկեղը ախտորոշվում 12.7 միլիոն մարդու մոտ, ավելի քան 7.6 միլիոն մարդ մահանում է այդ հիվանդությունից։ Չարորակ նորագոյացություններով հիվանդության եւ դրանցից մահացիության ցուցանիշները կայուն կերպով աճում են կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման եւ անբարենպաստ բնապահպանական իրավիճակների հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020 թվականին երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք։ Չարորակ գոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացիության ընդհանուր կառուցվածքում չարորակ նորագոյացությունները կազմել են շուրջ 20%։ Մահացիության ցուցանիշը 100,000 բնակչի հաշվով 2011 թվականին կազմել է 169.9։ Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետությունում տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի եւ շնչափողի, բրոնխների ընդհանուր 1235 ցուցանիշով, իսկ կանանց մոտ կրծքագեղձի 1150, արգանդի վզիկի 288 չարորակ նորագոյացություններ։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2011 թվականի տվյալներով շնչափողի, բրոնխների եւ թոքի չարորակ գոյացություններից հիվանդությունը 6 անգամ գերազանցել է տղամարդկանց մոտ, ինչը մեծապես պայմանավորված է նրանց շրջանում ռիսկի գործոններով, ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով եւ հիվանդության ուշ հայտնաբերմամբ։ Մասնագետներն ասում են, որ հնարավոր է կանխարգելել հիվանդությունը, եթե այն հայտնաբերվի վաղ փուլերում։ Հակառակ դեպքում իրենց միջամտությունը միայն արագացնելու է առանց այն էլ արագ զարգացող հիվանդության աճը, եւ ինչպես բոլոր հիվանդություններում ավելի հեշտ է կանխել, քան բուժել։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Նախորդին Վանաձորում տեղի ունեցած պայթյունը շարունակում է անհարմարությունների պատճառ դառնալ, արդեն 2 օր է Վանաձորի մի շարք թաղամասերում դադարեցվել է գազամատակարարումը, բացի բնակելի տներից եւ շենքերից գազ չունեն նաեւ մի շարք կարևոր կառույցներում, որոնցից է օրինակ Վանաձորի բժշկական կենտրոնը։ Վանաձորի գազի տարածքային տեղամասի պետ Վաղինակ Ափինյանը մոտ 2 ժամ առաջ մեծ հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ մեծամասշտաբ աշխատանքներ են իրականացվում, գործի է դրվել շուրջ 12 անուն տեխնիկա, բանվորական ուժը հասնում է 50-ի, գազամատակարարման վերականգնում սպասվում է առաջիկա ժամերին, վերջնականապես բոլոր թաղամասերը գազ կունենան ամենաուշը փետրվարի 5-ին մինչև կեսօր։ Թեմայի վերաբերյալ իմ գործընկերը լսել է վանաձորցիներին։ Լույս կա, ջուրն է օրու մեջ։ Տունը ինչով եք ջրեցնում։ Լույսով, պլիտա։ Եվ սովետական միության օրոք sense բան չէր եղած։ Լույսը ուշացումով գազ առայժմ չկա։ Տունը ինչով եք ջրեցնում։ Ոչ մի բանով։ Հիմա գազ չունենք, լույս ունենք, բայց գազ չունենք։ Մեկ լուր աշխարհից Ուկրաինայի ներքաղաքական հակասությունները հարթելու եւ քաոսային դրությունից դուրս գալու համար երկրի նախագահը պատրաստ է անցկացնել նախագահի ու խորհրդարանի արտահերթ ընտրություններ, եթե քաղաքական ուժերն առաջիկա բանակցություններում վերջնական որոշում չկայացնեն։ Երկրի նախագահը հայտնել է, որ ճգնաժամի հաղթահարման ուժային տարբերակը նույնիսկ չի ուսումնասիրվում։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկրում երբեք չի մտցվի արտակարգ դրություն։ Խնդրի հանգուցալուծման այս տարբերակը վերջին շրջանում շատ է քննարկվել, մինչդեռ երկրի ղեկավարը հայտնել է, որ իրադարձությունների զարգացման նման սցենարն ընդունելի չէ։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակի տեսությանը Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։ Երկար սպասված անակնկալը լյուքս մասնագիտացված խանութներից։ Դիմավորեք նորաբաց կենցաղային տեխնիկայի բաժին։ Գնեք բարձրակարգ տեխնիկա լավագույն արտադրողներից։ Գործում է ապարիկ վաճառք տեղում երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում։ Լյուքս մասնագիտացված խանութը պահպանելով բոլոր նախկին ակցիաները եւ զեղչերը առաջարկում է ավելի։ Գնելով համակարգիչ, հեռուստացույց, սառնարան կամ լվացքի մեքենա, ստացեք արժեքավոր նվերներ ձեր ընտրությամբ։ Կատարեք շահավետ գնումներ, քանզի գները մեզ մոտ սակարկվում են։
Այցելեք քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 28 հասցեում գործող առևտրի կենտրոն առաջին հարկ։ Լյուքս մասնագիտացված խանութ սրահ։ Սպասեք նոր անակնկալների։ Բարև ձեզ, հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցն է Lux Computers-ը, հիմա ներկայացնեմ կանխատեսումները, փետրվարի 5-ին պարզ առանց տեղումների եղանակը հանրապետության տարածքում ամենուրեք կպահպանվի, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 10-13 մետր/վայրկյան արագությամբ բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, տեղ-տեղ քամու բերած ձյան, հետևանքով դժվար անցանելիություն, ուղևորությունից առաջ ճշտեք ճանապարհների վիճակը, օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 1-ից 2 աստիճանով, ըստ նախնական տվյալների եղանակը Հայաստանում առաջիկա 2-3 օրերին ապես կտաքանա։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 28, ցերեկը 9 աստիճան ցուրտ, Տաշիրում սպասվում է գիշերը 26, ցերեկը 7 աստիճան ցուրտ, Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 23, ցերեկը 5 աստիճան ցուրտ, Սպիտակում կդիտվի գիշերը 24, ցերեկը 16 աստիճան ցուրտ, Ստեփանավանում կլինի գիշերը 26, ցերեկը 7 աստիճան ցուրտ, իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 24, ցերեկը 7 աստիճան ցուրտ, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 4 աստիճան ցուրտ, անկախ եղանակային կանխատեսումներից պահպանեք բարձր տրամադրությունը, ցտեսություն։